Երևանում գրեթե 9000 երեխա այս պահին սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին։ Այս թիվը պարբերաբար փոփոխվում է։ Ընդունելությունը իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 օրերի ընթացքում, այսինքն եւ ամբողջ տարվա ընթացքում դուրսգրումներ են հնարավոր եւ իհարկե համալրումներ։ Վարչության պետի կարծիքով սպասող երեխաների նման թիվը պայմանավորված է մի շարք մանկապարտեզներում իրականացվող տարբեր աստիճանի շինարարական աշխատանքներով։ Յուրաքանչյուր վերաբացվող մանկապարտեզ, համենայն դեպս մինչ այժմ, վերաբացվել է միջինում 1.5 խմբով ավել, այսինքն 40-45 երեխա ավել է ընդունում միջինում, քան մինչև փակվելն էր։ Օրինակ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող համար 161 մանկապարտեզը 2024-ին վերաբացվել է 10 խմբով, 5-ի փոխարեն։ Հաճախող երեխաների թիվն էլ 170-ից հասել է շուրջ 280-ի։ Սա մանկապարտեզի խոհանոցն է, հագեցած է բոլոր անհրաժեշտ պարագաներով, տեխնիկայով։ Ոչ միայն խոհանոցը, այլև մանկապարտեզի բոլոր սենյակները ապահովված են բոլոր անհրաժեշտ իրերով։ Յուրաքանչյուր խումբ ունի առանձին քննասենյակ ու ճաշասենյակ, ռոբոտաշինության սենյակն էլ նորություն է։ Կահավորել ենք սենյակը, ունենք համապատասխան լոգո կոնստրուկցիաները, պլանշետները։ Մանկապարտեզի հիմնանորոգումը տևել է շուրջ 2 տարի։ Տանիքի խնդիր ենք ունեցել, ջրագծերի, կոյուղագծերի, ընդհանուր մաշվածություն կար։ Նույն խնդիրներն է թվարկում նաև համար 24 մանկապարտեզի տնօրենը, սակայն իրենց պարագայում այդ խնդիրները դեռ լուծված չեն։ Շենքը ունի պատշգամբային հատվածներ, որը օգտագործել ենք եւ դարձրել ենք որպես ննջարաններ, որտեղ ուրիշ հնարավորություն չունի շենքը։ Ու չնայած շենքը ջեռուցվում է, ձմռանը ստիպված են լինում էլեկտրական տաքացուցիչներ եւս օգտագործել, քանի որ պատերը բարակ են ու որոշ տեղերում անցքեր ունեն։ 56 սաների համար տարածքը շատ փոքր է, խմբերի համար չկան առանձին խաղասենյակներ։ Դեռ 2020-ին կրթության տեսչական մարմինը այստեղ ստուգումներ է իրականացրել։ Տնօրենի խոսքով մանկապարտեզը շատ մոտ էր փակմանը, սակայն փորձել են շտկել որոշ թերություններ։ Բոլոր ոչ պիտանի իրերը այստեղ լցված էին, ոչ հատակ, ոչ մի բան, ոչ պատերը, ոչ մի բան չկար։ Իսկ քանի որ մյուս խմբասենյակները չունեին խաղասենյակներ, մենք որոշեցինք այստեղ մի լուծում տալ, այս սենյակը մաքրեցինք, ասենց ինչքանով հնարավոր էր կարողացանք վերանորոգել եւ դարձնել 2 խմբերի համար խաղասենյակներ։ Ըստ 2025-ի տեսչական ստուգումների, թեև բարձր ռիսկայնությունը նվազել է, սակայն տնօրենն էլ ընդգծում է. 90 տարեկան շենքի բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն նոր շենքի կառուցումով։ Նույն տեղում կառուցվելիք նոր մանկապարտեզը նախագծման վերջնական փուլում է։ 2021-ից 24 թվականներին Երևանում հիմնանորոգվել, կառուցվել կամ վերակառուցվել է 36 մանկապարտեզ։ 2025-ին շահագործման է հանձնվել ու կհանձնվի 6 մանկապարտեզ։ 2026-ին էլ նախատեսվում է ավարտել եւս 2-ը։ Շինբարեկարգման վարչության պետը նշում է, մանկապարտեզների վերանորոգման հերթականությունը որոշում են հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Առաջին հերթին հանրակրթության վարչության ունեցած վիճակագրությունը, թե որ վարչական շրջանում ինչքան հերթագրում կա կամ ինչ վիճակում է շինությունը։ Նաև մեզ հաճախակի դիմում են մանկապարտեզի վիճակի սեյսմիկ գնահատականի համար եւ այդտեղից էլ ենք վերցնում։ Օրինակ մենք ունենք 150 եւ 111 մանկապարտեզների նախագծման ընթացք։ Այդ նախագծերից 2-ն են։ Մենք սեյսմիկ վիճակի գնահատում ենք արել եւ հասկացել ենք, որ անբավարար է, այսինքն հիմքերի ամրացում է պետք, նույնիսկ քանդում եւ նորի կառուցում, օրինակ 24 մանկապարտեզը։ Պարբերաբար կրկնվող նախատեսված ժամկետից շինաշխատանքների ուշացումներին անդրադառնալով էլ Պաշտոնյան նշում է. Անկեղծ լինելու են խնդիրներ, չի կարող խնդիր չլինել։ Դուք երբ պատկերացնում եք աշխատանքի նախագծերին, նախագծման փուլ, շինարարության փուլ, այդ բոլոր ծավալը երբ որ պատկերացնում ենք, աննախադեպ ծավալը երբ որ պատկերացնում, ուղղակի չի կարող խնդիր չի։ Իհարկե լինելու, բայց դա չի նշանակում, որ խնդիրը չի լուծվելու։ 2025-ին նախագծման փուլում են 12 մանկապարտեզներ, 5-ի համար էլ նախատեսվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթներ պատվիրել։ Շինբարեկարգման վարչությունից նաև պատմում են 2024-25 թվականներին բարեկարգվել ու բարեկարգվում է 17 մանկապարտեզի բակ։ Համար 112 մանկապարտեզը դրանց թվում է։ Տվյալ պահին ուրեմն եզրաքարերի տեղադրում, նրանց բետոնացումը, ուրեմն խճի փռում բարեկարգման հատվածների համար։ Այսպիսի աշխատանքներ են այս պահին արվում։
Աշխատանքներին զուգահեռ սաները հաճախում են մանկապարտեզ, թե ինչպես է անդրադառնում դա մանկապարտեզի բնականon գործունեության վրա, տնօրենը պատասխանում է։ Շինարարությունը երեխաների առօրյայի ռեժիմային պահերի վրա բացարձակ չի ազդում, քանի որ շինարարությունը ընթանում է շենքի մի կողմում, իսկ մյուս կողմը առայժմ ազատ է եւ պատշաճ կերպով կազմակերպվում է երեխաների զբոսանքը։ Սպասել մինչև բակի բարեկարգման աշխատանքների ավարտին, երբ ներքին ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են, հանրակրթության վարչության պետը եւս նպատակահարմար չի համարում։ Ափսոս է այդ ժամանակը կորցնել եւ շարունակել հերթերում պահել երեխաներին տանը սպասեցնել մինչև բակի բարեկարգումը կավարտվի։ Անշուշտ իդեալական չէ, իդեալական կլիներ ամբողջությամբ տարածքի վերանորոգման ավարտից հետո գործարկել, բայց հավատացեք, երկու ծայրահեղություններից ավելի նախընտրելի է, ընդ որում բոլորի համար է նախընտրելի գործարկել շենքը։ Հերթագրված ու սպասող երեխաների մեջ հատկապես մեծ թիվ են կազմում ամենափոքրերը 2023-ին ծնվածները։ Նրանց թիվն այս պահին 5929 է։ Սպասողների թվերը տարիքի աճին զուգահեռ պակասում են։ Օրինակ 2022-ին ծնվածները 2248-ն են, 2021-ին 586, 2020-ին ծնվածները 217։ Առաջնահերթությունը տրվում է 5-ից 6 տարեկան երեխաներին։ Գրեթե չունենք երեխաներ, ովքեր 5-ից 6 տարեկան տարիքային խմբում ցանկություն ունեն գնալու մանկապարտեզ ու այդ հնարավորությունը չունեն, այսինքն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հերթագրված են համայնքային մանկապարտեզներում, հնարավորություն ունեն գոնե 1 տարի ավագ տարիքային խմբում մանկապարտեզ գնալ։ Մանկապարտեզին այլընտրանք են նաև նախակրթարանները, որոնք եւս հաճախ նախընտրում են ծնողները, գուցե նաև հերթում չսպասելու համար։ Այժմ նախակրթարաններ են գործում Երևանի 31 դպրոցներում։ Էմմա Վարդանյան, Սեյրան Անտոնյան, Աշոտ Խաչատրյան, Լիլիթ Հովհաննիսյան, Կիրակնորյա լուրեր։